Ինչպես մեկ ընդմիշտ ազատվել կոմպլեքսներից։ Հիմա կիմանաս։ Հենց սկզբից ֆիքսենք, որ գոյություն չունեն ծնե կոմպլեքսներ։ Դրանք բոլորը ձեռք են բերվում մեր հիվանդ միջավայրի շնորհիվ։ Կոմպլեքսները նման են ոչիլների։ Իսկ մենք շատ լավ գիտենք, թե ինչպես կարելի է վարվել դրանց հետ։ Երբ ամբողջ մարմինդ քոս են գցում եւ նեղություն տալիս քեզ, միշտ կարելի է վառել սպիրտով։ Ինչպես է դա տեղի ունենում պրակտիկայում։ Քանի որ ինտելեկտը դա իրականության գիտակցումն է, իսկ լոգիկան փորձված եւ աշխատող մեթոդների հաջորդականությունը, ըստ այդմ, եթե ես ունեմ կոմպլեքս, ուրեմն դա ծաղրվում է հասարակության կողմից։ Այստեղ բացահայտվում է մի շատ տհաճ իրականություն։ Ընդամենը մի քանի հարցի շնորհիվ։ Ո՞վ է այդ հասարակությունը։ Իմ նման մարդկանց ամբողջությունը։ Իսկ ով են մարդիկ։ Հիստերիկ, վախկոտ, լաչար պրիմատներ։ Ահա։ Իսկ ինչպես է պետք վերաբերվել նման արարածներին։ Ճիշտ է, ծայրահեղ կարեկցանքով եւ խղճահարությամբ։ Հա մի բան եմ, եթե դու չաղ ես ու քեզ ասում են չաղ, դրանից վիրավորվելը նույն բանն է, եթե տանձը նեղանա, որ իրեն ասում են այ տանձ։ Եթե նեղվում ես, քիչ կեր ու մարզվիր։ Ոչ ոք բերանդ զոռով չի բացում ու ոչ մի բան չի կոխում մեջը։ Սա այս թեմայի շուրջ իմ ասելիքի ընդամենը 1%-ն էր։ Մնացած 99-ը ներկայացնելու են վաղը տեղի ունենալիք ուղիղ եթերի ժամանակ։ Իմ վերածնունդ վճարովի փակ խմբում Telegram-ում։ Համեցեք հարազատներս։